Լավ, անցած անգամ մենք հետևյալ թեորեմը ձևակերպեցինք։ Յուրաքանչյուր հաջորդականության համար, հա։ Յուրաքանչյուր հաջորդականություն, հա։ Թվային թե ուզում եք։ Վերին և ստորին սահման։ Հիմա սրահապատուցը տանք, պետք է նայենք ոնց որ մի քանի դեպքեր, նախ այն դեպքը առանձնացնենք, որ x-ը անսահմանափակ է, վերևից սահմանափակ չէ, նախ դիտարկենք x-ը վերևից սահմանափակ չէ, այդ ինչ է նշանակում, այդ ժամանակ պետք է հասկանանք, որ պլյուս անվերջը հանդիսանում է իր մասնակի սահման, ինչի, որովհետև պլյուս անվերջի ինչ շրջակա եկել վերցնենք, հա, այդ թվից ավելի մեծ անվերջ թվով անդամներ կլինեն, որովհետև եթե վերջավոր թվով անդամներ լինեին, հենա այդ անդամներից ամենամեծը կվերցնենք, ու դրանից էլ մեծ անդամ չեր լինի ու կնշանակեր, որ ինքը կլիներ այդ թվով սահմանափակ, հա։ Դեպքում պլյուս անվերջի գամայական շրջակայքում կլինեն x-ի անվերջ թվով անդամներ, ուզում եք բացատրությունը կարող են գրել, իրոք հակառակ դեպքում այդ վերջավոր թվով անդամներից մեծագույնով x-ը կլիներ վերևից սահմանափակ, հա։ Անդամներից մեծագույնը նով x-ը կլիներ վերևից սահմանափակ։ Դե եթե պլյուս անվերջի կամայական շրջակայքում կան անվերջ թվով անդամներ, այդ նշանակում է, որ պլյուս անվերջը հանդիսանում է մասնակի սահման, հա, ոչ թե սահման։ Սահման կհանդիսանար, եթե ինչ-որ տեղից սկսած բոլորը ընկած լինեին, հա, այսինքն վերջավոր թվով անդամներ դրսում ունենայինք այդ շրջակայքից դուրս։ Հիմա ունենք անվերջ թվով անդամներ, բայց կարող է դրսում էլ անվերջ թվով անդամներ կան։ Մասնակի սահման է այդ ժամանակ լինում։ Տվարբար պլյուս անվերջը x-ի մասնակի սահման է և այն կհանդիսանա նաև մասնակի սահմաններից մեծագույնը, որտեղ դրանից մեծ միևնույն է հնարավոր չի ունենալ, հա։
Սահմաններից մեծագույնը վերին սահմանը։ Սա նայեցինք այն դեպքը, երբ որ վերևից սահմանափակ չէր, այդ ժամանակ հասկացանք, որ վերին սահմանի x-ը հավասար է պլյուս անվերջ։ Հիմա արդեն կնայենք այն դեպքը, երբ որ վերևից սահմանափակ է, հա։ Հետևյալ հաջորդականությունը կդիտարկենք, նշանակենք y-ով սուպրեմումը x-n, x-n պլյուս 1, x-n պլյուս 2 այդ հաջորդող բոլոր անդամների։ Այս սուպրեմումը արդեն այս դեպքում կարող ենք ասել, որ ինչա, վերջավորը անվերջա, վերջավորը, չէ։ Այսինքն, եթե վերևից սահմանափակ է, սուպրեմումը կլինի վերջավոր։ Հենց այս էլ պատճառն է, որ այդ նայում ենք վերևից սահմանափակ ու վերևից անսահմանափակ դեպքերը։ Վերևից սահմանափակ դեպքում այս սուպրեմումը կարող ենք դիտարկել, իսկ հակառակ դեպքում, որ դիտարկենք, արդեն պարզապես պլյուս անվերջը կտա ու ոնց որ այս y-ն հաջորդականությունը նույնաբար պլյուս անվերջը կլիներ, այսինքն թվային հաջորդականություն չէր ստացվի, պլյուս անվերջից բաղկացած հաջորդականություն կլիներ։ Բարի, հիմա ամեն անգամ, երբ որ n-ը մեծացնում ենք, այս x-n, x-n պլյուս 1 ու մնացած անդամներից մի հատիկը ավելացնում ենք, թե հեռացնում ենք։ Հեռացնում ենք ու դրա հետևանքով սուպրեմումը ինչ կարա լինի, եթե անդամները պակասացնում ենք, սուպրեմումը կարա մեծանա, թե փոքրանա։ Փոքրանա, ոնց որ եթե ձեր խմբից անդադ մի անդամ պակասացնենք, ոնց որ ամենաբարձր հասակում է ցողի հասակը միայն կարա դրա հետևանքով փոքրանա, հա։ Լավ։ Y-ը այս դեպքում Y-ը վերջավոր թիվ է։ Նկատենք, որ Y-ը նվազում է և էլ ինչ կարող ենք նկատել, Y-ն մեծ թե X-ը։ Y-ն է, եթե Y-ը հանդիսանում է սուպրեմում x-n, x-n պլյուս 1 ու մնացածը, այս հաջորդականության սուպրեմումը մեծ կանոնսար է իր կամայական անդամից, մասնավորապես x-n-ից, հա։ Y-ը նվազում է և Y-ը փոքր է հավասար x-n։ Մեկ դնենք։ Այ կներեք։ X-ը փոքր է հավասար Y-ը։ Շատ լավ։ Հիմա ևս երկու դեպք կնայենք։ Եթե Y-ը, ոնց որ հիմա Y-ի սահմանը ինչ կարող է լինել, եթե նվազող հաջորդականություն ունեք, իր հնարավոր սահմանները որոնք են, մինուս անվերջը կամ էլ վերջավոր թիվ, հա, այդ պատճառով էլ հենց այդ երկու դեպքերը կտարբերակենք, հիմա եթե Y-ը հետևաբար Y-ի հնարավոր սահմաններն են
կարող է լինել մինուս անվերջը կամ ինչ որ C, հա, կամ R։ Առաջին դեպք Y-ը ձգտում է մինուս անվերջության։ Եթե Y-ը ձգտում է մինուս անվերջության, X-ը մասին ինչ կարող ենք ասել։ X-ն էլ չէ մինուս անվերջի կձգտի, որովհետև X-ը Y-ից ավելի փոքր է, եթե Y-ը ձգտես մինուս անվերջության, X-ը իրանից ավելի փոքր լինելով էլի կձգտի մինուս անվերջության։ Քանի որ X-ը փոքր է ասել Y-ին, հետևաբար X-ը կձգտի մինուս անվերջության, ասեն X-ը ունի սահման ու դա էլ կհանդիսանա հենց մեր վերին սահմանը ինչը կհանդիսանա։ Այս դեպքում վերին սահման, ստորին սահման բոլորը նույն թիվն են, մի մասնակի սահման ունի, հա, մի սահման ունի, այսպիսով X-ը ունի սահման ուստի նրա վերին սահմանը ևս կլինի մինուս անվերջ։ Հիմա մնացի որ դեպքը դիտարկենք։ Որ Y-ը ձգտում է ինչ-որ վերջավոր թվի, հա։ Թե, ոնց որ մասնակի սահման ասում ես, այն թվին կան սիմվոլի, որի կամայական շրջակայքում կան անվերջ թվով X-ից անդամներ, հա։ Հիմա եթե X-ը ունի սահման, այդ դեպքում իր միակ մասնակի սահմանը հանդիսանում է հենց սահմանը։ Ինքը դրանից բացի այլ սահման չի կարող ունենալ։ Դե եւ վերինը եւ ստորինը ոնց որ ընտանիքում մի երեխա լինի եւ մեծ երեխան է եւ փոքր երեխան է, միշտ չես կարող ասես, բայց մեծն էլ փոքրն էլ կարաս ասես։ Հա, հա։ Լավ, հիմա Y-ը ձգտում է C, որտեղ C-ն ինչ-որ իրական թիվ է։ Մեր մոտ ինչպիսին էր Y-ն հաջորդականությունը, նվազող, այսինքն C-ից աջ է գտնվելու, թե ձախ է գտնվելու։ Նվազելով, եթե ձգտում է, չէ, Y1, Y2, այսպես նվազելով ձգտում է C-ին։ Շատ լավ։ Հիմա տեսնենք ստեղ ինչ է կատարվում։ Քանի որ Y-ը նվազող է, ըստի Y-ը մեծ կամ հավասար է C։ Մյուս կողմից ինչ կարող ենք ասել, որ կամայական էպսիլոնի համար նայեք, Y-ը ձգտում է C-ին, չէ՞։ Այդ ինչ է նշանակում, որ սկսած ինչ-որ համարից, այդ ինչ է նշանակում, որ C-ի էպսիլոն շրջակայքում N գտնվում այդ դրանից դուրս են գտնվում վերջավոր թվով անդամներ։ Այսինքն ինչ-որ համարից սկսած բոլորը
այդ C-ի էպսիլոն շրջակայքում են գտնվում։ Հա։ Մյուս կողմից մենք որ համարական էպսիլոնի համար գոյություն ունի մի հատ համար, հա, այնպես որ այդ համարից սկսած ինչ է տեղի ունենում մոդուլ y(n)-c փոքր էպսիլոն, այսինքն y(n)-ը դե c-էպսիլոնից մեծ կլինի, c+էպսիլոնից փոքր։ Մեզ որն է ավելի կարևոր հաշվի առնելով, որ ունենք, որ y-ը մեծ կամ հավասար է c։ c+էպսիլոնից, որ փոքր կլինի, որովհետև մեկը c-էպսիլոնից մեծ ու մեծ կլինի, եթե c-ից մեծ է, c-էպսիլոնից մեծ կլինի, հա։ Այսինքն ինչ ենք ունենում, սկսած ինչ-որ համարից, բոլոր անդամները c-ի ու c+էպսիլոնի միջև են։ Շատ լավ, հիմա ուզում ենք տեսնենք, որ մի կողմից այդ c-ն հանդիսանում է մեր մոտ մասնակի սահման, մյուս կողմից տեսնենք, որ այդ c-ից ավելի մեծ մասնակի սահման չունենք, շատ լավ։ Բարի, սրա անունն էլ 3 եկեք դնենք, հա։ Ցույց տանք, որ x-ը չունի c-ից ավելի մեծ մասնակի սահման, հա։ Y-ը ձգտում է c-ին, բայց ոնց որ ինչ էր, մենք սկսել էինք x-ից, x-ի հիման վրա սենց այս ամենակարևոր մասն է, որ սենց ինչ-որ հետաքրքիր ձևով կառուցել ենք մի հատ նոր հաջորդականություն, որը արդեն իսկ լավն է, այնքանով, որ ինքը նվազող է, ու դրա հետևանքով ինքը ունի սահման, ի տարբերություն x-ի, որը կարող է սահման չունենա, կարող է 100 հատ մասնակի սահման ունենա։ Հիմա մենք ուզում ենք տեսնենք, որ y-ի այդ վերջավոր սահմանը հանդիսանում է x-ի մասնակի սահմաններից ամենամեծը։ y+1 ով է։ Այս սահմանման դա սուպրեմում ինչն է։ x+1, x+2 եւ այլն։ Հիմա այս երկու բազմություններից x-ից սկսած բոլոր անդամները ու x+1-ից սկսած բոլոր անդամներն է, որն ավելի լայն։ Վերևինը։ Ինչքան բազմությունը ավելի լայն է, այնքան իր սուպրեմումը կարա ավելի մեծ լինի։ Դրա համար y-ը մեծ կհանդիսանա y+1-ից։ Ամեն յուրաքանչյուր n-ի համար։ Այսինքն, ստեղ ոնց որ ուզում էինք ֆիքսեինք այն պահը, որ եթե x-ը վերևից սահմանափակ է, այդ սուպրեմումը վերջավոր կլինի, ոչ թե պլյուս անվերջ կլինի։ Հա, մենք սկզբից դիտարկեցինք, մի հատ x-ը վերևից սահմանափակ չի, այդ ժամանակ հասկացանք, որ այդ պլյուս անվերջը մասնակի սահման էր ու հետևաբար վերին սահմաններ։ Մի հատ էլ նայում ենք այն դեպքը, երբ որ x-ը վերևից սահմանափակ է։ Եթե վերևից սահմանափակ է, արդեն այս սուպրեմումը, որ դիտարկում ենք, թվային հաջորդականություն է տալի, ոչ թե պլյուս անվերջ, անընդհատ պլյուս անվերջ ես օրինակ կրկնում։ Նորմալ է, թե ինչը դուրս չի գալի։ Հա, y1-ը, որ առանձինն է x1-ից սկսած բոլորը, էդի թիվ կտար։ Հա։ Բոլոր n-երի համար դրանք թվեր են։ Արդյունքում ստանում ես թվային հաջորդականություն, ոչ թե ինչ-որ ինչերից խնձորներից բաղկացած հաջորդականություն։
Հա։ Y-ն հավասար է սուպրեմում x-ն x-ն պլյուս 1։ Այդ բոլոր հաջորդականությունների մեծագույն արժեքն ենք մի հատ վերցնում, թե ամեն մեկի սուպրեմումն է y-ն։ Այս ենք անում, y1-ը վերց նշանակել ենք սենց, սուպրեմում, x1, x2, x3 և այլն։ Այս ինչ-որ մի հատ թիվ տվեց, այս սուպրեմը թիվ է, այս գրեցի պատկանում է որ թիվ է։ Հետո y2-ով նշանակում եմ սուպրեմում, ինչ է, x2, x3 և այլն։ Սա էլ է թիվ, ինչի հաշվին է թիվ։ Սուպրեմումն ենք վերցել, բայց կարար սուպրեմումը ինչ լիներ։ Պլյուս անվերջ, երբ կլիներ պլյուս անվերջ։ Եթե x-ը չլիներ սահմանափակ, հա, եթե վերևից սահմանափակ չլիներ։ Հիմա բայց մենք նայում ենք այն դեպքը, երբ որ վերևից սահմանափակ է։ Արդեն անվերջություն չի, ոնց կամ ներքևին է։ Հա, դա պարզապես մի հատ ուզում եմ եւս մեկ անգամ շեշտեմ, որ այդ վերևից սահմանափակ որ նայում ենք, այդ պարագայում է, որ ստեղ կարողանում ենք պնդել, որ ստացվում են թվեր։ Իհարկե ճիշտ է, եթե այս մեկը արդեն վերջավոր է, մնացած բոլորը վերջավոր են, բայց այս վերևին ինչի է վերջավոր, որովհետև մեր x-ը վերևից սահմանափակ է։ Այսին այդ դեպքը տանանջատելը վերևից սահմանափակ ու վերևից սահմանափակ չի, նրանք ոնց որ պետք է տարբերակել։ Հա, հիմա եթե նայում ենք վերևից սահմանափակ դեպքը, այս բոլորը ստացվում է թվեր։ Ու այդ թվերից կազմված հաջորդականությունն էլ y-ն է։ Okay։ Հիմա ինչ ենք անում։ Ուզում ենք ցույց տանք, որ x-ը c-ից ավելի մեծ մասնակի սահման ոնց կսահապատուցենք, ենթադրենք հակառակը, C'-ը մեծ է C և C'-ը x-ի մասնակի սահման է, հա։ Հիմա մենք գիտենք, որ y-ները c plus epsilon-ից փոքր են։ Հիմա epsilon-ը ոնց է ընտրենք, որ մենք այսինքն ինչ ենք ստանում, լավ, այս c-ն է, այս c'-ն է, ճիշտ է։ Հիմա մենք եթե գիտենք, որ c'-ը x-ի մասնակի սահման է, այդ ինչ է նշանակում, որ c'-ի կամայական շրջակայքում կան x-ի անվերջ թվով անդամներ, քո անունը Տիգրան։ Անվերջ թվով անդամներ կան։ Հիմա այդ շրջակայքը ինչպիսին կուզենաք վերցնեք։ Ինչքան փոքր։ Որտեղ ոնց որ կարևոր է, այդ ճիշտ է, բայց հա, որ ցեն չպարունակի, հա։ Հա, այսինքն սենց օրինակ մի հատ շրջակայք վերցրեցինք։ Այսինքն հիմա այդ էպսիլոնը ինչքան կարող եք վերցնել։ C' մինուս C կես։ Վերցնելով էպսիլոնը հավասար է C' խանած C կես, որը դրական է, և կստանանք, որ C'-ի էպսիլոն շրջակայքում կան անվերջ թվով x-ի անդամներ,
Լավ։ Հիմա մյուս կողմից հիմա եթե նայենք այս երկուսին, հա, այս նույն հենց էպսիլոնը եթե վերցնենք այս c-c' հանած էպսիլոնը նույն c + էպսիլոնն է լինելու, որովհետև վերցնենք էպսիլոնը c' հանած c-ի կեսը։ Հա, այսինքն այստեղ ունենում ենք անվերջ թվով անդամներ, որոնք c' մինուս էպսիլոնից են մեծ, մյուս կողմից մեր y-ը փոքր է c + էպսիլոնից, իսկ x-ը y-նից փոքր է, չէ՞, փոքր է հավասար։ Այսինքն x-ները փոքր են հավասար c + էպսիլոնից սկսած ինչ որ անդամ, ինչ որ։ Հիմա այդ մասը զորստեղ նշենք։ Հետևաբար այստեղ մի հատ սրա եզրափակենք, հա, հետևաբար x-ի անվերջ թվով անդամներ մեծ են ինչից c' մինուս էպսիլոնից։ Այս կողմից c' մինուս էպսիլոնը հավասար է c + էպսիլոն եւ համաձայն 1-ի եւ 2-ի երբ n-ը մեծ կանոնսարային 0, դից բխում է, որ y-ը փոքր է c + էպսիլոն, դից բխում է, որ x-ը այստեղ 1-ը օգտագործում ենք, հա, որ x-ը լինելով փոքր է հավասար y-նից, փոքր է c + էպսիլոնից։ Այսինքն տեսանք, որ մի կողմից անվերջ թվով անդամներ այս թվից մեծ են, նույն այդ թվից բոլոր անդամները սկսած այն 0-ից պիտի փոքր լինեն, ինչը հակասություն է, հա։ Կանք հակասության։ Հետևաբար, որպեսզի ցույց տանք, որ c-ն x-ի վերին սահմանն է, բավական է ցույց տալ, որ ավելի մեծ տեսանք, որ մասնակի սահման չկա, հիմա որպեսզի հասկանանք, որ այդ թիվը մասնակի վերին սահմանն է, ուրեմն պետք է հասկանանք, որ այդ թիվը ինչ է։ Վերին սահմանը այդ ինչ էր, մասնակի սահմաններից մեծագույնն էր։ Հիմա եթե այդ c-ն հանդիսանա ինչպես։ Եթե c-ն հանդիսանա ուզում ենք ցույց տանք, որ c-ն վերին սահման է։ Հիմա եթե c-ն հանդիսանա մասնակի սահման, իրանից մեծ հենա տեսանք, որ էլ չկա, ուրեմն կհանդիսանա նաև մասնակի սահմաններից մեծագույնը։ Այսինքն ստեղ ինչ է, որպեսզի տեսնենք, որ c-ն իր վերին սահմանն է, մնում է տեսնենք, որ c-ն մասնակի սահման է։ Շատ լավ։ X-ի վերին սահմանն է, հետևաբար ցույց տանք, որ c-ն x-ի վերին սահմանն է, բավական է Հա, ինչի էդի ընտրեցինք, էդի նրա համար արեցինք, որպեսզի այս c-ի էպսիլոն շրջակայքը ու c'-ի էպսիլոն շրջակայքը հատում չունենան։ Այսինքն մի կողմից դու ստանում ես ոնց որ c'-ի այս էպսիլոն շրջակայքում անվերջ թվով x-ներ պետք է լինեն,
Մյուս կողմից դու ստանում ես, որ y-ները c+ε-ից փոքր լինելով կապահովեն x-ների c+ε-ից փոքր լինելը, այսինքն կստանաս, որ այս c-ի հետ ε շրջակայքի հետ վերևի թվից x-ները փոքր են, մյուս կողմից էլ x-ները մեծ են c' հանած ε-ից։ Հիմա եթե դրանք իրարից փոքվեին, ոչ թե սենց գային, արդեն դա անհնարին կլներ, չէ, որ անվերջ թվով անդամներ c' հանած ε-ից մեծ լինեն ու մյուս կողմից ինչ որ համարից սկսած բոլորը c+ε-ից փոքր լինեն։ Ոնց որ զուտ ապահովեցինք այդ թվերի համընկնումը։ Կարանք այսպես էլ անենք, բայց sense որ անենք լավ չէր լինի, արանքը կարող են այդ բոլորը տեղավորվել։ Պատկերացրեցինք, թե չէ։ Այսինքն օրինակ ուրիշ լավ ընտրություն ε-ի որը կլիներ ավելի մեծ, թե ավելի փոքր թիվը։ Ավելի փոքր, հա, եթե sense վերցնենք, էլի կստանանք այս ժամանակ ոչ թե հավասարություն կգրենք, այլ կգրենք էսի մեծա c+ε-ից ու այս որ փոքրա c+ε-ից ուրեմն փոքր կլինի c'-ε-ից եւս։ Այսինքն միևնույնն է c'-ε-ի մի կողմում ու մյուս կողմում պետք է հայտնվեին ինչ որ անվերջ թվով, ոնց որ ան բոլորը այդ երկու պայմանները իրար հետ անհամատեղելի կլինեին։ Լավ։ Ստեղ ունենք, որ y-ը մեծ կամ հավասարաց է, ես չնջեմ։ Մեր երկրորդ պայմանն է, հա։ Հիմա բավական է ցույց տալ, որ c-ն x-ի մասնակի սահման է։ Այսինքն c-ի շրջակայքում ուզում ենք տեսնենք, որ կան անվերջ թվով անդամներ։ Հիմա ունենք, որ կամ 2-ից եւ 3-ից ունենք, որ այստեղ այս ռաունը կարենք լավ ունենք, որ կամայական ε-ի համար, գոյությունի համար, չէ, որ այդ համարից սկսած ինչ է տեղ ունենում y-ները c-ի եւ c+ε-ի միջև են։ Հետևաբար ինչ է, մեր մոտ մի հատ ստանում ենք, որ x-ները փոքր կլինեն c+ε-ից, ճիշտ է, որտեղ x-ները y-ներից փոքր կամ հավասար են։ Որ x-ը փոքր է c+ε, երբ որ n-ը մեծ կամ հավասար է 0, մի հատ էլ ուզում ենք հասկանանք ինչի x-ները այստեղ բոլորը սկսած ինչ որ համարից են։ Հիմա ուզում ենք տեսնենք, որ անվերջ թվով x-ներ մեծ կլինեն օրինակ c-ε-ից։ Ինչու է այդպես կլինի, որովհետև եթե y-ը մեծա c-ից, մյուս կողմից c-ն մեծ կամ հավասար է, y-ը, որը մեր սուպրեմումն է, չէ, x-ն, x-ն պլյուս 1 եւ այլն։ Մեծ կամ հավասար է c, օրինակ մեծ է c-ε-ից։ Եթե սուպրեմումը ինչ-որ թվից մեծ է, ուրեմն այդ բազմության մեջ պետք է գոնե մի անդամ լինի, որը c-ε-ից մեծ է։ Ու էդի ամեն n-ի համար, չէ, տենց անդամ պետք է լինի։ Այսինքն, ուսումից ստեղից կստանանք, որ կամայական n-ի համար մեծ կանսար է n0-ից, գոյությունը ինչ-որ մի հատ կա n, n-ից կախված թիվ, որը մեծ կամ հավասար կլինի n-ից, որովհետև այս սրանց
այս ինդեքսների մեջ պետք է ինչ-որ մի հատի կլինի, այնպես որ x kn-ը ինչ լինի։ Ցենուս էպսիլոնից։ Այսինքն պարզա որ kn-ները ինչքան ասես մեծ են դառնում, այդ դրա հետևանքով դուք ունեն մեկ անվերջ թվով անդամներ, ոչ թե kn-ը ամեն անգամ կարա նույնը կրկնվի, եթե ինչ-որ մի քանի անգամ էլ նույնը կրկնվի, հետո մեկը պետք է մեծանա ու դրա հետևանքով անդադ նույնը չի կարա կրկնվի, հա? Այսպիսով x-ի անվերջ թվով անդամներ մեծ են c-էպսիլոնից և փոքր են c+էպսիլոնից, c-ի գտնվում են c-ի էպսիլոն շրջակայքում։ Դե հենց այս էլ չի նշանակում, որ c-ն մասնակի սահման է։ C-ն x-ի մասնակի սահման է։ Լավ, ստեղ տեսանք, որ վերին սահմանի գոյությունը ապացուցելիս կարևոր էր դիտարկել այդ սուպրեմում, ասենք y-ն հավասար է սուպրեմում x-n, x-n + 1 եւ այլն։ Հիմա օրինակ եթե ուզենայիք ապացուցել, որ ստորին սահմանը գոյություն ունի, այդ ժամանակ կդիտարկեինք ինֆիմումը կդիտարկեինք, հա, այդ y-ն, x-n, x-n + 1 եւ մնացածը ու այդ ժամանակ արդեն կունենայինք աճող հաջորդականություն։ Բարի։ Հաջորդ թեման Բոլցանովի Վայերշտրասի լեման է։ Բոլցանովի Վայերշտրաս։ Լեման հետևյալն է։ Կամայական սահմանափակ հաջորդականություն ունի զուգամետ ենթահաջորդականություն։ Ինչպես։ Կանոնը Մարիամ։ Լավ, ինչ ունենք։ Բոլցանովի Վայերշտրասի լեման։ Լիցուկ x-ն-ը սահմանափակ է։ Այդ ինչ է նշանակում, որ երկու հատ թվեր կան, որ մեր հաջորդականության բոլոր անդամները նրանց միջև են, հա? Գոյություն ունի A ու B իրական թվեր, այնպես որ
x-ը մեծ հավասար է a փոքր հավասար է b բոլոր n-երի համար բոլոր n-երի համար, հա։ Ասենք էս AB հատվածն է, մենք գիտենք, որ մեր հաջորդականության բոլոր անդամները A-ի B-ի միջև են։ Հետևյալ գործն ենք անելու։ Մի հատ կիսելու ենք մեր այս հատվածը ու այս հատվածներից երկու կեսից, որից է մեկում լինելու են անվերջ թվով անդամներ, հա։ Նկատենք, որ կիսենք AB հատվածը, երկու կեսի, երկու հավասար կեսի, հա։ Եվ նկատենք, որ այդ կեսերից գոնե մեկը պարունակում է անվերջ թվով անդամներ x-նից։ A1 B1-ով նշանակենք այդ կեսը։ Եվ թող n1-ը այնպիսի բնական թիվ է, որ x-n1-ը պատկանի A1 B1-ին, եւ անվերջ թվով անդամներ կա, ուրեմն մի հատ անդամ կարող ենք վերցնել, հա, այսի ասենք A1 B1-ն է դարձել։ Հիմա այդ նույն գործողությունը կատարելու ենք A1 B1-ի հետ։ A1 B1-ը տրոյել ենք էլի երկու կեսի ու դրանցից էլի մեկն ու մեկը անվերջ թվով անդամներ կպարունակի, իհարկե եթե երկուսն էլ պարունակեն, որ կեսը ուզում եք վերցրեք, ոչ մի տարբերություն։ Երկրորդ քայլում A1 B1-ը կիսենք երկու հավասար հատվածի եւ A2 B2-ով կնշանակենք այն կեսը, որը պարունակում է անվերջ թվով անդամներ x-նից, հա։ Հիմա, քանի որ մեր նպատակներ անջատել զուգամետ ենթահաջորդականություն, պետք է ենթահաջորդականություն կառուցենք, հա, ու այդ ենթահաջորդականությունը ինչպիսին էր, ինդեքսները պետք է լինեին հաճող։ Այսինքն, եթե նախորդ քայլին հետևենք, պարզապես կասեինք, հա, մի հատ էլ n2 համար կա, որ x-2-ը A1 B1-ից է, բայց այս դեպքում մենք իրականում կուզենանք, որ այդ համարը նաև լինի ինչպիսին մեծ լինի x-n1-ից լինի մեծ, թե ինչից մեծ լինի, n2-ը n1-ից մեծ լինի, ինդեքսն է ուզում աճի, բանը, ոնց որ x-n1-ը չես կարող ասես, որ կմեծանա, թե կփոքրանա, բայց որ անվերջատեն հաստատ մի ինդեքս կա, որը արդեն n1-ից մեծ է,
Հետևաբար գոյություն ունի n2 մեծ n1-ից, հա, այնպես որ x-n2-ը պատկանում է a2b2 A1 B1-ն էլ կամ A2 B2-ը A1 B1-ի հետ ոնց է հարաբերվում։ A2 B2-ը A1 B1-ի մեջ ընկած է, թե պարունակում է։ A2 B2-ը A1 B1-ի մեջ ընկած է։ Հա, հիմա մի հատ էլ սենց կիսելու ենք, այս էլ A2 B2-ն է լինելու։ Շատ լավ։ Այսինքն շարունակելով այս process-ը, հա, այս process-ը կայորդ քայլում, հա, կստանանք ակա, հա, որը ընկած է իր նախորդի մեջ, հա, նախորդի կեսն անց։ ակա-1, ակա-1 եւ իհարկե այս ոնց որ հատվածը հանդիսանալու է սրա կեսը, այսին բեկա հանածական պետք է լինի բեկա-1 հանածական -1-ի երկրորդը, այո։ Կստանանք այս հատվածի մի կես, որը անվերջ թվով անդամներ կպարունակի x-նից, չէ՞, որը պարունակում է x-ի անվերջ թվով անդամներ, եւ հետեւաբար գոյություն կունենա մի հատ n կա, որը ինչ է լինելու։ Մեծ է։ n կա -1-ից։ Այնպես որ x-n կան, ինչպիսին նա։ Մեծը ավելի քան x-ը։ Մեծը n կա -1-ից, x-n կա -1-ից։ Մի հատ կասեք, օրինակ երկրորդ քայլում ինչ ենք ստացել։ Որ x-n Ակապեկային է պատկանալու, այո։ Պարզապես պատկանալու։ Իսկ ինչ ենք անում ժողովուրդ։ Պարզ ասած, վերցնում ենք այս հատվածը։ Մի հատ անդամ վերցրեցինք։ Լավ, հետո դա կիսում ենք, ինչ որ մի կես ենք վերցնում, որը անվերջ թվով անդամ է ունենում։ Հիմա այդտեղ էլ մի նոր անդամ ենք վերցնում, որի ինդեքսը նախորդից մեծ է։ Հենց հաջորդականության տվյալ անդամը կարող է փոքր լինի, կարող է մեծ լինի, բայց ինդեքսը միշտ ուզում ենք մեծացնենք, որ ստանանք ենթահաջորդականություն, հա, հետո էսի էլ ենք կիսում, տեղ ենք մի հատ երրորդ անդամը վերցնում, որը որ արդեն այս ավելի փոքր հատվածում է, հետո դա ենք կիսում, դրա մեջ ենք հաջորդականության անդամ գտնում, ընդ որում այդ անդամները միշտ հետևում ենք, որ ինդեքսները աճեն, հա, անվերջ շարունակելով կստանանք ինչ։ Անվերջ շարունակելով ոնց որ A1 B1-ը ընկածա թե պարունակում է A2 B2
պարունակում է 2B2, պարունակում է հենց A K B K, ու այդպես շարունակ։ Հետո այդ BK հանածական կլինի BK-1 հանած AK-1 կես, իրականում այդ ամեն ինչը եթե շարունակենք, ստանայինք, որ հա, այստեղ լավ կանեի AB-ից սկսեի, հա, AB-ն պարունակում է A1 B1-ը ու տենց շարունակ ու ստել կստանայինք B մինուս A բաժանած 2-ի կաշճան, որտեղ ոնց որ էսի այդ A0 B0-ն է կոպիտ ասած էլի, ստեղի 1 աշճանը ու K-1-ը միշտ գումարը կայա տալի, ինչքան ստեղ ինդեքսը փոքրացնում ես, ստեղ աստիճանը այդքան ինչ է լինելու, մեծանում է, այսինքն ստեղ ոնց որ K+0 գրված լինի, եւ էլ ինչ կստանանք, որ N1 փոքր է, N2 փոքր է, N կա, այնպես որ xn կան, xn ակապեկային, այո, կանոնը պատկանում է ակաբեկա, ճիշտ է, լավ, 1, 2, 3, հիմա ներդրված հատվածների լեման արդեն կարող ենք կիրառել, օգտագործելով ինչը, առաջինը, երկրորդը, երրորդը, թե ինչ-որ մի քանիսը, այո, որ պարագայում, եթե մեկը կա ու վսյո, այս երկարություններն են, մեր մոտ կակրաս ձգտում է նվազելը քիչ է, նվազելը ավտոմատ է, որտեղ եթե ներդրված են ուզած-չուզած երկարությունները կնվազեն, հարցն է, որ այդ նվազելով 0-ի ձգտեն, այս 0-ի ձգտում է, մեկից և երկուսից, օգտագործելով ներդրված հատվածների լեման, կստանանք, որ գոյություն ունի C, որը պատկանում է AN, BN, ճիշտ է, բոլոր այների համար, ու նաև հասկացել ենք, որ այդ C-ն հանդիսանալու է AN-ի ու BN-ի ինչը, ինչը, սահմանը, հա, այդ դեպքում C-ն հավասար է սահման AN, հավասար է սահման BN, լավ, հիմա AN-ն ու BN-ը ձգտում են C-ին ու մեր հաջորդականության անդամներն էլ, հա, X-են կայերն էլ ինչեր են, համաձայն 3-ի, X-են կան, գտնվում է AK-ի և BK-ի միջև, հիմա որ կանոնը պետք է օգտագործենք, ոստիկանների կանոնը, չէ, եթե X-են կան ինչ-որ AK, BK-ի միջև անկած, որոնք ձգտում են C-ին, ուրեմն X-են կան, էլի պիտի ձգտի C-ին, հա, համաձայն 3-ին, ուստի օգտագործելով ոստիկանների կանոնը,
Անանք որ սահման x-ն կան սարած է այսինքն x-նից անջատեցինք զուգամետ ենթահաջորդականություն ինչը որ մեզ պետք էր բարի Հա, լավ հարց է։ Ստեղ ինչ պիտի գրեինք, մի փոքր։ Ստեղ ինչ էր, BK հանածական, դա BK-1 հանածական-1 կեսն է, ճիշտ է, որտեղ ինքը նախորդի կեսն էր։ Հիմա BK-1 հանածական-1-ը իր հերթին, BK-2 հանած AK-2-ի կեսն է, այսին այդ կեսն էլ որ բաժանենք 2-ի կստացվի 4-ի, այսին ստեղ ինչ է լինելու, BK-2 հանած AK-2-ը բաժանած 2-ի քառակուսի, ստեղ տեսնում ես 2 աշճան, ստեղ ինդեքսը K-2, գումարը կայ է տալի, նույն ձևով ստեղ 2-ի 1, K-1, ստեղ ոնց որ այս մի ինդեքսը 1-ով պակասում է ամեն անգամ որ կիրառում ենք 2-ի աշճանն էլ ամեն անգամ մեծանում է ոնց որ եթե գնայինք հասնենք B1 հանած A1-ին կլներ 2-ի քանի աստիճան K-1 մի հատ էլ որ գնանք B-A բաժանած 2-ի K կլինի հա ոնց որ B0 A0 այլ հարցեր Նա, եթե այլ հարցեր չկան, ուրեմն անցնենք մեր հաջորդ թեմային, կոշու զուգամության սկզբունքը Նախ մի հատ սահմանում տանք Կասենք, որ x-ը ֆունդամենտալ է ֆունդամենտալ հաջորդականություն է, հա, կամ կրճատ ֆունդամենտալ է, հա, եթե Համարական էպսիլոնի համար, գոյություն մի հատ համար, այնպես որ այդ համարից մեզ ինչ ինդեքսներ էլ նայում ենք, համապատասխան անդամները իրարից էպսիլոնից շատ չեն հեռավորությունը էպսիլոնից փոքր է Այս պայմանը մի հատ այլ համարժեք ձևով էլ գրենք որ ինչ-որ դեպքերում կարող է ավելի հարմար լինի այդ համարժեք ձևով օգտագործել դե այս m-ից ու n-ից ինչ-որ մեկը ավելի մեծը կլինի ասենք թող m-ը մեծ լինի ասեն m-ի տեղը պատկերացրեք n-ին գումարած ինչ-որ p-ը Սեն ինչ կունենանք, որ կամայական էպսիլոնի համար, գոյությունի համար, այնպես որ հենց n-ը մեծ կամ ասարային 0, ապա x, ստեղ n պլյուս p հանած x-են, փոքր է էպսիլոն, բոլոր p-երի համար, p-ն ասենք 1, 2, 3 և այլն, բոլոր բնական p-երի համար։ Այսին ոնց որ այդ m-ի տեղը n պլյուս p-ն գրել ու p-ն էլ բնական արժեքներ է ընդունում։
Հա։ Արի։ Հասկանալի է, սրանք որ համարժեք են, թե կուզենաք ոնց որ էլի մանրամասնենք։ Ինչպես։ Okay։ Լավ, հիմա արդեն կոշտ զուգամության սկզբունքը ձևակերպենք։ Որպեսզի x-ն հաջորդականությունը լինի զուգամետ, անհրաժեշտ է բավարար, որ x-ը լինի ինչպիսին ֆունդամենտալ։ Մի հատիկ սահմանը մենք տվե ֆունդամենտալ ուզած չուզած հենց այդ էլ պետք է լիներ։ X-ը լինի ֆունդամենտալ։ Եկեք ոնց որ սկսենք հեշտ կողմը ապացուցելուց։ Անհրաժեշտությունը, եթե զուգամետ է, ուզում ենք ցույց տանք, որ ֆունդամենտալ է, այսինքն այս պայմանը բավարարված է։ Դիցուկ x-ը զուգամետ է, այսինքն x-ը ձգտում է a-ի, որտեղ a-ն ինչ-որ իրական թիվ է, ցույց տանք, որ x-ը ֆունդամենտալ է։ Հավ։ Հիմա այս x-ն a-ի ձգտելը ինչ է նշանակում։ Մոդուլ x-ն մինուս a-ն կարող ենք դարձնել մեր ուզած էպսիլոնից փոքր, հա, սկսած ինչ-որ համարից։ Այս սահմանի սահմանման, հա, կամայական էպսիլոնի համար գոյություն ունի այդ համար, այնպես որ այդ համարից սկսած մոդուլ x-n մինուս a-ն փոքր է էպսիլոն, որ հանկարծ էպսիլոն կես գրեմ, ոչ մի խնդիր։ Հետևաբար ֆիքսած, հա, էպսիլոնի համար, եթե m-ը մեծ կամ հավասար է 0, ապա ինչ։ xm հանած a-ն։ Եթե այս մի համարն էլ է 0-ից մեծ, դրա համապատասխան մեր հաջորդականության անդամը էլի a-ի էպսիլոն կես շրջակայքում է լինելու։ Իսկ մեր նպատակն էր գնահատել մոդուլ xm հանած x-ը, չէ՞։ Ուստի մոդուլ xm հանած x-ը, այստեղ մի փոքր տեղ թողեք, որ գրեք, մոդուլ xm հանած x-ը ինչ ձևով գրենք։ Ստեղ, այո, սենց կարան գրենք, չէ, կամ գումարած a-ից հանած x-ն։
գումարեցինք հանեցինք A, ոնց որ ասում ենք xm-ից x-ն հեռավորությունը փոքր հավասար xm-ից իրականում պետք է գրենք հիմա ինչ անհավասարություն ենք օգտագործելու։ Թե մի հատ անհավասարություն ասեք է։ Մի հատ երանգյան անհավասարությունը պետք է օգտագործենք։ Ասենք սրանց մոդուլների գումար, չէ։ Այսինքն ասենք որ xm-ից x-ն հեռավորությունը փոքր հավասար x-ից a հեռավորություն, գումարած a-ից x-ն հեռավորություն։ Ու սրանցից յուրաքանչյուրն էլ փոքր է էպսիլոն կեսից այն սկզբնական հեռավորությունը էպսիլոնից փոքր կլինի։ Ոստի համաձայն եռանկյան անհավասարության, հա, կամ օգտագործելով եռանկյան անհավասարությունը այս կստանանք։ Ինչ է հենց նշանակում, որ x-ը ֆունդամենտալ է, սկսել էինք զուգամետից, որ x-ն ինչ-որ a-ի էր ձգտում, հետո տեսանք, որ մեր հաջորդականության անդամները իրար մոտիկ կլինեն, եթե համարները բավականաչափ մեծ լինեն։ Որտեվ այդ հաջորդականության անդամները մոտիկ կլինեն ինչին։ A-ին, եթե երկուսն են մոտիկ են A-ին, իրանք իրար էլ մոտիկ կլինեն։ Արի։ Այսպիսով x-ը ինչպես։ Հա։ Լավ, սենց ոնց որ սենց էր։ S ունեինք, ասցինք եթե m-ն էլ մեծ կանսալնի են 0, S էլ կունենանք ու այդ երկուսը օգտագործեցինք։ Լավ կանենք, ստեղ 1 գրեինք, ստեղ 2 գրեինք, ստեղ էլ այդ 1-ն ու 2-ը օգտագործեցինք, ստեղ էլ այդ եռանկյան անհավասարությունը օգտագործեցինք, հա։ Գիտեմ, ասացսեն էր, որ էդի հենց սա էր։ Այսպիսով x-ը ֆունդամենտալ է։ Լավ։ Հիմա մի հատ էլ պետքա ինչ անենք։ Հա, հիմա էլ բաբա, ոնց որ ուզում ենք ցույց տանք բավարարություն, հա, որ եթե դիցուկ x-ը ինչպիսին է։ Ֆունդամենտալ է։ Ցույց տանք, որ զուգամետ է։ Ստեղ ոնց որ խնդիրն է, որ այդ ֆունդամենտալության համար ընդհանրապես ձեզ պետք է հաջորդականություն անդամները իրար մոտիկ լինեն։ Իսկ զուգամիության համար ձեզ պետք է որ ինչ-որ մի հատ թվի, հա, մոտենան։ Այդ ինչ-որ մի հատ թիվը հիմա ունենք, թե չունենք։ Չունենք, ոնց որ այդ ինչ-որ ձևով պետք է թիվը ստեղծենք, հետո էլ ցույց տանք, որ այո, հենց այդ թվին էլ մոտենում են մեր հաջորդականության անդամները։ Լավ, ոնց որ ինչ են գրում ենք, կամայական էպսիլոնի համար, գոյությունի համար, հա, այնպես որ հենց m-ն ու n-ը, այսեն լավ, ստեղ սենց գրենք, որ նույն բանը չկրկնենք, հա, վերցնենք էպսիլոնը հավասար է 1, հա, և կստանանք, որ ինչ կստանանք, որ գոյություն ունի n0, այնպես որ հենց m-ն ու n-ը մեծ կանցք n0, ապա մոդուլ xm հանած xn-ը փոքր է 1-ից, այսինքն մասնավորապես
մոդուլ x(n0) հանած x(n)-ը փոքր է 1, m-ի տեղը n0 եմ վերցրել։ Այսինքն x(n)-ը գտնվելու է ինչի եւ ինչի միջև։ x(n)-ը x(n0)-ի մեկ շրջակայքում չի լինելու։ Այսինքն x(n0) հանած 1, x(n0) գումարած 1։ Որտեվ m-ը կամայական թիվ է, այս կամավասար n0-ից։ Օրինակ կարաս հենց n0-ն վերցնես։ Մեծ է կամ հավասար։ Հա, այն ժամանակ որ ասում ենք ավելի մեծ էր, այն ժամանակ ասում ենք կարանք այդ երկուսից մեկն ու մեկը համարենք մեծն է, մեկը փոքրն է։ Հիմա ոնց որ օքեյ, կարանք n-ը n0 վերցնենք, ստել գրեմ xm հանած x(n0)-ն է փոքր հավասար 1, փոքր 1։ Հիմա եթե ասեմ xm-ն է սրանց արանքում, ինչ որ բան կփոխվի, եթե m-ը մեծ կամ հավասար է n0-ից։ Միևնույնն է, դու ասում ես, որ n0-ից սկսած հաջորդականության անդամները գտնվում են x(n0) հանած 1-ի, x(n0) գումարած 1-ի միջև։ Այսինքն, մասնավորապես x(n)-ը ինչպիսի հաջորդականություն է։ Հետևաբար x(n)-ը ինչ է։ Սահմանափակ է։ Այս սահմանափակ հաջորդականության համար ինչ լավ բան գիտենք արդեն, որ զուգամետ ենթահաջորդականություն ունի, չէ՞։ Այնտեղաբար x(n)-ը սահմանափակ է, օգտագործելով Բոլցանով-Վայերշտրասի լեման, Բոլցանով-Վայերշտրասի կստանանք, որ գոյություն ունի NK հաճող հաջորդականություն բնական թվերի եւ ինչ որ մի հատ C թիվ այնպես որ xn-կան ձգտի C-ի ինչ որ զուգամետ ենթահաջորդականություն ունի, այսինքն ինչ ենք ստանում, որ հիմա մենք ինչ ենք տեսնում, որ x-n-կան C-ի է ձգտում, ինչ եք կարծում, բա մեր հաջորդականությունը ինչ է անելու, էլի C-ին է ձգտելու, հիմա մենք պետք է տեսնենք, որ եթե այս պայմանը կա, ուրեմն ուզած չուզած պետք է մեր հաջորդականությունը հենց C-ին ձգտի։ Այսին մենք տեսնում ենք հաջորդականության անդամները իրար մոտիկ են, մյուս կողմից ինչ որ ենթահաջորդականության մոտիկ է լինում ինչին, C-ին։